Իսրայելի օդային հարձակումները Գազայի գոտում չորեքշաբթի վաղ առավոտից խլել են առնվազն 70 պաղեստինցու կյանք։ Այդ թվում շուրջ 50 մարդ Ջաբալիայի փախստականների ճամբարում, հայտնում են Գազայի բժշկական աղբյուրները։ Իսրայելի բանակը դեռևս պաշտոնապես չի արձագանքել։ Ջաբալիայում փրկարարները ձեռքի գործիքներով եւ բջջայինի լույսով դուրս են բերել մի քանի երեխաների դիերը փլուզված շենքերի բեկորների տակից։ Ալ Ջազիրայի լրագրող Տարեք Աբու Ազումը փոխանցում է. Իսրայելը իրականացնում է համակարգված օդային արշավ ուղղված բնակելի տների վրա, փորձելով հարկադրել բնակիչներին հեռանալ տարածքից։ Հարվածները տեղի են ունենում Քաթարում ընթացող անուղղակի հրադադարի բանակցությունների ժամանակ Քաթարի, Եգիպտոսի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կրկնել է, որ նույնիսկ հնարավոր համաձայնության դեպքում Իսրայելը չի դադարեցնի ռազմական գործողությունները Գազայում։ Տեսլայի վարչությունը ձևավորել է հատուկ կոմիտե գլխավոր տնօրեն Իլոն Մասկի փոխհատուցման հարցը վերանայելու նպատակով։ Այդ քննարկումները կարող են հանգեցնել նոր ակցիաներով պայմանավորված պարգևատրման ծրագրի, հայտնում է Financial Times-ը։ Կոմիտեն բաղկացած է 2 անդամից՝ ընկերության խորհրդի նախագահ Ռոբին Դենհոլմից եւ անկախ անդամ Քեթլին Ուիլսոն Թոմփսոնից։ Քննարկվում է նաեւ այլընտրանքային մեխանիզմ Մասկին փոխհատուցելու համար իր նախորդ աշխատանքի դիմաց։ Եթե Դելավերի դատարանի կողմից չեղարկված 2018 թվականի փոխհատուցման փաթեթը չվերականգնվի բողոքարկման արդյունքում, Տեսլան ներկայումս կանգնած է ռազմավարական շրջադարձի առաջ։ Մասկը, ով ընկերության բաժնետոմսերի 13%-ի տերն է, շեշտը դրել է ոչ թե մատչելի էլեկտրամեքենաների, այլ ռոբոտոտաքսիների եւ հումանոիդ ռոբոտների մշակման վրա, դիրքավորելով Տեսլային որպես AI եւ ռոբոտտեխնոլոգիական ընկերություն, այլ ոչ միայն ավտոմոբիլային արտադրող։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռիեյդում հանդիպել է Սիրիայի նոր նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ եւ հայտարարել ԱՄՆ պատժամիջոցների ամբողջական չեղարկման մասին, հորդորելով Դամասկոսին միանալ Աբրահամյան համաձայնագրերին եւ կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ։ Սա Սիրիայի նոր ղեկավարության համար մեծ քաղաքական աջակցություն է, սակայն Իսրայելում որոշ շրջանակներ կասկածում են Շարայի անցյալին։ Թրամփի ծոցի շրջագայությունն ուղեկցվում է միլիարդավոր դոլարների ներդրումային եւ ռազմական գործարքներով, փոխանցում է Reuters-ը։